Հազարավոր կանայք զրկվել են արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հնարավորությունից։ Եթե նախկինում պետպատվերի շրջանակում 30-ից 60 տարեկան կանայք 3 տարին մեկ անգամ կարողանում էին անվճար անցնել PAP թեստ, ապա առողջապահության ընդհանուր ապահովագրության ներդրումից հետո այդ հնարավորությունն այլևս չկա։ Այո, այդ ծրագիրը այլևս չի գործում այն կանանց համար, ովքեր չունեն համընդհանուր ապահովագրություն։ Մինչ այս բոլոր կանայք Հայաստանի Հանրապետության օգտվում էին այդ ծրագրից, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հետազոտություն է կոչվում, որը շատ կարևոր է, քանզի վաղ փուլում հայտնաբերված փոփոխությունների դեպքում մենք հնարավորություն ունենք կանխենք արգանդի պարանոցի քաղցկեղը։ Այժմ պետպատվերով PAP թեստ այլևս չի իրականացվում։ Առողջապահության ընդհանուր ապահովագրությունից օգտվող կանանց համար այն փոխարինվել է HPV թեստով, սակայն մասնագետներն այստեղ լուրջ խնդիր են տեսնում։ Քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը ոչ մի կլինիկական դրսևորում եւ գանգատ չունի, կանայք չեն դիմում բժշկի։ Մենք ունենք այդ ծրագիրը, որ պարտադիր 3 տարին մեկ նրանք օգտվում են եւ մենք կարողանում ենք վաղ փուլում հայտնաբերել, եթե կային փոփոխություններ։ PAP թեստի արժեքը տարբեր լաբորատորիաներում տատանվում է 7500-ից մինչև 15000 դրամ։ Թե ինչ գնով կկարողանան առողջապահության ընդհանուր ապահովագրությունից դուրս մնացած կանայք անցնել իրենց առողջության համար այսքան կարևոր հետազոտությունը կախված կլինի արդեն լաբորատորիայում սահմանված գնից։ Անկախ գնի չափից, փաստը մեկ բան, կանանց համար հետազոտությունն արդեն դարձել է վճարովի։ Այդ ծրագիրը էլ չի գործում, վճարովի հիմունքների վրա ենք անում։ PAP թեստն ու HPV թեստը միմյանց չեն փոխարինում։ Երկուսն էլ կարևոր դեր ունեն արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման գործում։ Արմատ մեդիայի հետ զրույցում այս մասին նշում է բժիշկ Ալինա Սագրադյանը։ HPV տեստը կանանց օրգանիզմում հայտնաբերում է պապիլոմավիրուսը, որը որ օնկոգեն է եւ առաջացնում է քաղցկեղը, իսկ PAP տեստը արդեն բջջային փոփոխություններն է ցույց տալիս։ Իսկ ինչ են ասում պետական մարմինները։ Հորդորում են ենք կանանց անցնել այդ սկրինինգային հետազոտությունները պապիլոմավիրուսի, կրծքագեղձի քաղցկեղի, որպեսզի վաղ փուլում հայտնաբերենք այդ հիվանդությունները։ Քաղցկեղը չի հարցնում, կինը ապահովագրված է թե ոչ։ Կանխարգելումն էլ չպետք է հարցնի։ Իսկ մինչ կանխարգելումը դառնում է ոչ բոլորին հասանելի, հազարավոր կանայք կորցնում են ամենակարևոր հնարավորությունը։ Հիվանդությունը անվճար հայտնաբերել այն փուլում, երբ այն դեռ կարելի է կանխել կամ բուժել։